Բարև ձեզ և բարի գալուստ update լրատվական, առաջարկում եմ միասին ծանոթանանք օրվա լրահոսին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկուստեք կարևորել էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգի այլ հարցերի։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շուրջ 100 պատգամավոր և աշխատակից ավելի քան 30 երկրից Հայաստան կժամանեն դիտարկելու հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Նշվում է, որ 1995 թվականից ի վեր սա արդեն 12-րդ անգամն է, երբ կազմակերպությունը հետևում է Հայաստանում անցկացվող ընտրություններին։ Ընտրություններից առաջ դիտորդները հանդիպումներ կունենան պետական մարմինների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքական կուսակցությունների և դաշինքների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և անկախ փորձագետների ներկայացուցիչների հետ։ Այնուհետև նրանք այցել են Հայաստանի տարբեր մարզեր ընտրական գործընթացի գնահատման նպատակով։ Դիտորդական առաքելությունների նախնական եզրակացությունները կներկայացվեն ընտրություններից հետո կայանալիք համատեղ մամուլի ասուլիսում։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել հայտնելով, որ Ռուսաստանից ընտրակաշառքով Հայաստան ժամանած բոլոր անձինք կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին։ Չախոյանը հավելել է, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն խուսափել վարժական հավաքներից, կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Առավել մանրամասն տեսանյութում։ Ռուսաստանից ընտրակաշառքով Կալուգասի Սամոյի համար Հայաստան ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին։ Երեկվանից ինչ-որ անհասկանալի քննարկումներ են սկսվել, արդյոք պետք է այդ մարդիկ ներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին, թե ոչ։ Պատասխանը միանշանակ է՝ այո, պետք է ներգրավվեն։ Մի պարզ պատճառով, որովհետև եթե այդ մարդիկ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ունեն Հայաստանում ընտրելու իրավունք, բնականաբար նաև ունեն պարտականություններ Հայաստանի Հանրապետության հանդեպ և պետք է ներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կխուսափեն 25-օրյա վարժական հավաքներից, բնականաբար կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Հայաստան կուսակցությունների դաշինքի ներկայացուցչի կողմից ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու, ինչպես նաև օրենսդրական արգելքի պայմաններում նշված կուսակցությունների դաշինքի պատգամավորի և Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածուի կողմից միջնորդավորված եղանակով բարեգործության արգելք խախտելու տարբեր դեպքերի մասին։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարույթային այլ գործողություններ։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Հայաստան կուսակցությունների դաշինքի ներկայացուցչի կողմից ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու, ինչպես նաև օրենսդրական արգելքի պայմաններում նշված կուսակցությունների դաշինքի պատգամավորի և Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածուի կողմից միջնորդավորված եղանակով բարեգործության արգելքը խախտելու տարբեր դեպքերի մասին։ Հարցեր կա, կարճ, բանի ոնցի սանավորի դասավորի եկուս միսորնա հիվանդանոցի հարցերից ծնես մարդի հիվանդանոցի հարցեր լիզերեք բանի ջրերի մանոյի դրդի ատելեցը մի միլիոն փողեր 500 մետրի 500 մետրի կարճ ժողի հարցեր դարձել Եվրո գազան Եվրո գազան մեր կանել գեվոր մեր կերվից տնես բեսան լավ գեվոր ասալ ես անում Դաբրոս մանգապարտեզ է սարդին 8 տարեկանից դաշնակի մեզ աղպիլ է 8 տարեկանից ես դաշնակցության հետ եմ ու եթե չէ փոխտե Էդի հետո ունգի Լոդը հեսա այդ արչել է տեքնատին բանը
Դի հմի չի հայտնի, ինգեր հմի իրան պետք չի որ հայտնի։ Այդ ինտերնետներից հետո պատենով եղած ձեներն չփախն իրա ծավալի։ Ակաշինն է 3 ուժներ, ոչ այդա դոտ, աշիտ միանալու են իրար, բայց հմի իրանց մեջ էլ է կռիվ կետա, ինչ իմար, լիդերի կռիվն է, որ ուժը շատ ձեն տարա, ես տարի ունեն ընգեր, ես տարի երեխում 20,000 կալի չեմ տեղ, երեխեքի 10 տուկերի փողը ես էլ տվե, ոնց է մեր ինչը մեր էդի ես ծնողներին Եդել Սիմոյան Աշոտը ֆինանսավորեց բերի սարքին մեր առաջվա մարզպետներ իմ կուսակցական ընկերն է հմի դեպուտատ է ախպեր հմի դեպուտատ է չէ դաշնակցությունը Հայաստան դաշինքով Ահա ջան, անցի էդի ասի։ Դու ուզում ես իմ մալ լավերը, իմ մալ լավերը դավի մալ լավերը։ Մագա պարտեզ միլիոն տոկոս տեղավորել։ Ախպեր ուտի կողմերը ախպերական մարդ են գալիս, մոմենտ իշն ենք այն ենք, այդ ներքևի ապարակ տևական կան էտան էլի։ Նա են գազելների թեման, որ օգնին մեզի ախպերը, մի ամուտ է էլ ես 10-30 որ ավելսին, մենք է մի հատ բանով լավություն ենք, որ ձեն ենք տալու ոչ բան։ Մի 10 հոգի մարդ ձեր են խաշկարի մոտ հաղթվենք այդ բարգավաճի ժողովուրդ կան էտան էլի, ենքա որ ձևական հաղթվենք։ Ախպեր պրոստոք այն է, կինադի իր գվա ժամ եմ ասել։ Facebook-ով խցել եմ ամեն երեխում 15 փող տվի, պլյուս բան արի, դասատուներին է վարտեր մի հատ։ Չէ, ընկերոջս Սիմոյան Աշոտը բան արեց, հովանավորեց են մեր դաշնակ առաջվա մարզպետը, բայց ընենց եմ ներկայացնել, որ իմ կողմից եմ արել, էլի։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ 2026 թվականի ընթացքում քրեակատարողական ծառայությունում ներդրվել է ամբողջական տեսահսկման համակարգ։ Ներկայում քրեակատարողական հիմնարկներում տեղադրված են շուրջ 600 տեսախցիկներ, որոնք ապահովում են շուրջօրյա վերահսկողություն։ Այս մասին տեղեկացնում են քրեակատարողական ծառայությունից։ Համակարգը հնարավորություն է տալիս կանխարգելել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, արգելված իրերի ներթափանցումը, հայտնաբերել քրեակատարողական ծառայողների կողմից ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը եւ ամենակարևորը կանխել քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումը։ Մանրամասները տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում նոր տեսահսկման համակարգը ներդրվել է 2022 թվականից։ Առաջինը Արմավիր քրեակատարողական հիմնարկներ, որտեղ տեղադրվել է ավելի քան 400 տեսախցիկ։ Հետագայում 2026 թվականին մյուս քրեակատարողական հիմնարկները ևս համալրվեցին նոր սերնդի տեսախցիկներով եւ այսօր քրեակատարողական հիմնարկներում մենք ունենք շուրջ 600 տեսախցիկ։ Օպերատիվ կառավարման կայանների գործունեությունը հնարավորություն է տալիս քրեակատարողական հիմնարկներում կանխարգելել այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք են կոռուպցիոն ռիսկերը, քրեակատարողական ծառայողների իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարումը, անթույլատրելի իրերի եւ առարկաների ներթափանցումը եւ որ ամենակարևորն է, քրեակատարողական հիմնարկի ներսում մարդու իրավունքների խախտումը։ Արդի տեսադիտարկման համակարգը ունի մի շարք առավելություններ, այն հնարավորություն է տալիս ավելի մոտիկից ուսումնասիրել իրերը եւ առարկաները, կատարել ավելի թիրախային դիտարկումներ։
Եվ այդ բանի կողմից մշտադիտարկում իրականացում են Վարաշեն քրեակատարական հիմնարկում, Վանաձոր քրեակատարական հիմնարկում եւ Սևան քրեակատարական հիմնարկում։ Կասկածելի որևիցե դեպքեր արձանագրվելու դեպքում մեր կողմից ֆիքսվում է վերադասին զեկուցելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ կապ է հաստատում համապատասխան հիմնարկի հետ եղելությունը պարզելու նպատակով։ Տեսադիտարկման ընթացքում անվտանգության հետ համատեղ պաշտպանվում է նաև մարդու մասնավոր կյանքի իրավունքը։ Ժամանակակից քրեակատարողական քաղաքականությունը ձգտում է հասնել այն գաղափարախոսությանը, որ տեսանկարահանման համակարգը ընկալվի ոչ թե որպես պատժիչ կամ ճնշող գործոն, այլ հակառակը, որպես պաշտպանության երաշխիք, ինչպես քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց, այնպես էլ աշխատակիցների համար։ Տեսանկարահանումը բանդային միջավայրը դարձնում է ավելի թափանցիկ եւ կանխատեսելի։ Տեսահսկման համակարգի գործադրման մենք կարող ենք արձանագրել մեկ կարևոր փաստ, որ օրենքը եւ մարդասիրությունը հավասարապես են գործում այն բոլոր վայրերում, որտեղ առկա է պետական պատասխանատվությունը։ Քրեակատարողական հիմնարկներում ժամանակակից տեխնիկական միջոցների շնորհիվ հսկողություն է սահմանվում բնակելի գոտու ամբողջ տարածքում։ Հսկողություն է սահմանվում նաև արտաքին տարածքում կատարվող ցանկացած շարժի նկատմամբ։ Քրեակատարողական ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնական կայանը իրականացնում է բոլոր քրեակատարողական հիմնարկներում տեսահսկման համակարգերի մշտադիտարկումը։ Բոլոր քրեակատարողական հիմնարկներում տեղադրված տեսահսկման համակարգերը արդիականացվել են, ինչը նաև հնարավորություն է տալիս տեսագրություններ ունենալու եւ պահպանված տեսագրությունները հնարավորություն են տալիս պատկան մարմիններին հետագա ընթացքը լուծելու ժամանակ օգտագործել սահմանված կարգով։ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակվում է։ Նախընտրական զարգացումներին առաջարկում ենք ծանոթանալ տեսաշարով։ Նոր ուժ կուսակցությունը քարոզարշավ է անցկացնում Գյումրի քաղաքում։ Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-յան իր էջում Գյումրիի քարոզարշավից տեսանյութ է հրապարակել։ Մարությանը թիմակիցների հետ շրջել է քաղաքում, շփվել քաղաքացիների հետ, ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը, բաժանել քարոզչական թռուցիկներ։ Մենք Արցախից ենք ձեզ բալետանում, ձեզ ընտրելու շատ հաճելի է։ Շատ շնորհակալ։ Ամենալավ քաղաքապետն է, ամենից զատ, մեր եզրակացությունը, որ ամենալավ քաղաքապետը Երևանը եղել է։ Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցությունը Միացյալ Նահանգներում գտնվող հայության համար հանդես է եկել հայտարարությամբ։ Հայեր, ովքեր համակրում եւ հավատում են դոկ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանին, կոչեք, հորդորեք Հայաստանում ապրող ձեր հարազատներին, բարեկամներին, ընկերներին անպայմանորեն մասնակցել այս բախտորոշ ընտրություններին եւ ձայնը տալ ընտրաթերթիկ համար 15-ին։ Դրանով ասել ոչ հայ ազգի թրքացմանն ու ստորացմանը եւ ասել այո Հայաստանի եւ հայի վերածննդին ու վերխոյացմանը, ինչպես լեռն մասիս դոկ կուսակցության քաղխորհուրդ։ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը Facebook-յան իր էջում հանդես է եկել հրապարակմամբ։ Կասեցնենք դպրոցների փակման գործընթացը խորագրով։
Փաշինյանի հրամանագրով, կառավարության որոշումով փակվում է այս գյուղի դպրոցը։ Այս գյուղի դպրոցը, ինչպես տեսնում եք, տիպային է, վերանորոգված, կահավորված, 50 աշակերտով, շուրջ 30 աշխատողով, գյուղը սահմանամերձ է եւ 3 կողմից շրջապատված է ադրբեջանական տարածքներով։ Սահմանամերձ գյուղերը, որոնք նաեւ սահմանապահ գյուղեր են, ուղղակիորեն քննարկման թեմա չեն կարող լինել փակվելու համար։ Ամենաերկար պետական սահմանը Հայաստանի Հանրապետության մարզերից ունի Սյունիքը։ Եվ այդ 55 սահմանամերձ գյուղերի դպրոցների փակվելը ամբողջ հանրապետությունում, դրա կեսը բաժին է ընկել Սյունիքին 27 դպրոց։ Ես կարող եմ հանգիստ եզրակացնել եւ հայտարարում եմ, որ այդ դպրոցները դիտավորյալ են փակվում։ Սա ծրագիր է ոչ թե կրթական համակարգ փակելու, այլ սահմանները թույլատնելու, սահմաններում դատարկ գոտի առաջացնելու։ Եվ չի կարող հայ մարդը, հայ քաղաքացին քվեարկել առաջիկա ընտրություններում այն քաղաքական ուժին, այն իշխանությանը, որը փակում է այս դպրոցները։ Եզրակացությունը մեկն է, սիրելի ժողովուրդ, եթե ուզում եք չփակվի այս դպրոցը, եթե ուզում եք այդ դպրոցները, գյուղերը չավիրվեն, միակ կուսակցությունը, միակ քաղաքական ուժը, որ 2-3 ամիս է տառապում ենք, այս տարիներ առաջ եմ սկսել այս շարժումը, պետք է գաք, մեզ քվեարկեք, մենք գնում ենք խորհրդարան այս խնդիրը լուծելու։ Ես ձեզ խոստանում եմ, խորհրդարանում չեմ թույլ տալու, արգելելու եմ, կասեցնելու եմ, մենք կասեցնելու ենք դպրոցների փակելը եւ գյուղերի ավիրելը։ Սա հակահայկական, հակապետական գործընթաց է։ Այս գործընթացը պետք է կասեցվի։ Մենք ձեր աջակցության կարիքն ունենք։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Սարոկյանը իրենց կյանքում ոչ մի ինքնուրույն բան չեն արել, քաղաքականությամբ էլ զբաղվում են ուրիշների հովանավորության ներքո։ Արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետը այդ մասին ասել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ծովակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Այդ մարդիկ պատերազմի եւ լրտեսական երրագլուխ կուսակցությունը, որ այսօր ուզում են հանդես գան որպես ուժեղ կամ հզորի դերում, այդ մարդիկ Ժորժան, իրենքն էլ իրանց կյանքում ոչ մի ինքնուրույն բան չեն արել։ Այդ մարդիկ իրանց ոչ գործունեությունը ծավալել են հովանավորների ներքո եւ այսօր էլ տենց է։ Ռոբերտ Քոչարյանը ինքը ինքնուրույն չի մտել քաղաքականության մեջ։ Եվ բացահայտվել է դեռ 2023 թվականին նրա խնդրանք աղերսանքը ուղղված օտար երկրի, որ ինձ մտցրել է քաղաքականություն, հիմա խնդրում եմ դուրս անեք։ Ինքը այսօր քաղաքականությամբ զբաղվում է, որովհետև իրեն թույլ չեն տալիս քաղաքականությունից դուրս գա։ Եվ այո, ինքը դուրս չի գալու ոչ միայն քաղաքականությունից, այլև Հայաստանից։ Ինքը այս ընտրություններով միջև քոք մաշելու է ու տենց մաշացել հայտնվելու է բանտում։ Մենք համբերատար սպասել ենք, բայց էլի ասում եմ, հերիքա Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ պետք է Հայաստանում դատաիրավական մաֆիան արմատախիլ անի, որովհետև 8 տարի թևերները փռել են Ծառուկյանի վրա, թևերները փռել են Քոչարյանի վրա, թևերները փռել են Կալուգացու Սամոյի կլանի վրա, դրանք պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում եւ Հայաստանում դատաիրավական մաֆիան պետք է ջախջախվի։ Շարունակենք թողարկումը։ Ռուսական կողմից շարունակվում են սպառնալիքներ հնչել Հայաստանի նկատմամբ։ Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով գուժում են վատատեսական սցենարներ, որոնք նրանց դիտարկմամբ կարող են ունենալ, եթե Հայաստանն ընտրի եվրոպական ուղղությունը։ Այս անգամ էլ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շարունակել է մատ թափ տալու երթը, ասելով, թե Հայաստանը կկորցնի սեփական ինքնությունը, եթե անդամակցի Եվրամիությանը, ինչպես արդեն կորցրել է իր բրենդին կոնյակ անվանելու իրավունքը։ Վեստիին տված հարցազրույցում նա մասնավորապես նշել է. Եվրոմիությունում Հայաստանին տնտեսական աճ են խոստանում, ինչպես ժամանակին խոստանում էին Ուկրաինային, սակայն ուկրաինական արտադրանքը այդպես էլ չթույլատրվեց մուտք գործել եվրոպական շուկաներ։ Իսկ ինչ է վաճառելու Հայաստանը, գինին նրանք վաճառում են մեզ,
Եկավ Մակրոնը, գրկախառնվեցին Փաշինյանի հետ, դե պայմանագիր կնքեք։ Ոչ, հիմա նույնիսկ կոնյակն արդեն բրենդի է նրանց մոտ, որովհետև ֆրանսիացիները ասացին, ձեզ մոտ դա բրենդի է։ Նրանք կկորցնեն իրենց ինքնությունը ճիշտ այնպես, ինչպես կորցրին Ուկրաինայում։ Մենք միայն հանուն ազնիվ, բաց հարաբերությունների եւ իհարկե փոխշահավետ համագործակցության կողմնակիցն ենք։ Բարեկամությունը երկկողմանի երթևեկության փողոց է։ Այս պահին հերթը միջազգային լրահոսինն է, որը կներկայացնենք տեսաշարով։ Լատվիայի նոր վարչապետ Անդրիս Կուլբերգսը, որի կառավարությունը հաստատվել է մայիսի 28-ին, հայտարարել է, որ ցանկանում է խզել առևտրային կապերը Ռուսաստանի հետ, եւ դա հանձնարարում է արտաքին գործերի նախարարությանը։ Կուլբերգսը ընդգծել է, որ առաջվա պես պնդում է, որ Ռուսաստանի հետ գործարար կապեր չպետք է պահպանել։ Հարցին, թե արդյոք նրա ասածը նշանակում է, որ Լատվիայի ծրագիրը նախատեսում է Ռուսաստան ներմուծման եւ արտահանման դադարեցում առանձին բացառություններով, Կուլբերգսը դրական է պատասխանել։ Նշվում է, որ վարչապետն արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեին կհանձնարարի այս հարցի լուծումը գտնել Եվրամիության հետ համակարգմամբ։ 2026 թվականի առաջին 3 ամսում Լատվիան Ռուսաստան է արտահանել 244.15 միլիոն եվրոյի ապրանք, իսկ Ռուսաստանից ներմուծել է 10.51 միլիոն եվրոյի ապրանք։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թոմի Փիքոթը հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանը առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ ուղիղ բանակցությունների 4-րդ փուլում։ Այս մասին նշվում է X միկրոբլոգում Փիքոթի գրառման մեջ։ Քաղաքական եւ անվտանգության հարցերում առաջընթացը շարունակվում է։ Մինչև մենք հաղթահարում ենք վերջին 20 տարվա ձախողումները եւ առաջ ենք շարժվում դեպի Լիբանանի ինքնիշխանության վերականգնմանն ու Իսրայելի անվտանգության ապահովմանն ուղղված համապարփակ համաձայնագիր, նշված է գրառման մեջ։ Լիբանանի եւ Իսրայելի դեսպանների մակարդակով բանակցությունների 3-րդ փուլը տեղի էր ունեցել Վաշինգտոնում մայիսի 14-ին։ Հունիսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը եւ լիբանանյան շիա Հեզբոլա շարժումը հաստատել են հրադադար, սակայն լիբանանյան լրատվամիջոցները հաղորդել են, որ իսրայելական ուժերը շարունակում են հարվածել հարավային Լիբանանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է փաստաբան եւ իր կողմնակից Աբելարդո դե լա Էսպիրելային Կոլումբիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում տարած հաղթանակի կապակցությամբ եւ հայտարարել, որ նրա թեկնածությանը կաջակցի երկրորդ փուլում։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։ Միևնույն ժամանակ ԱՄՆ ղեկավարը լա Էսպիրելայի մրցակցին Կոլումբիայի գործող նախագահի կողմնակից սենատոր Իվան Սեպեդային անվանել է արմատական ձախ մարքսիստ, ընդգծելով նախագահական ընտրությունների առաջիկա երկրորդ փուլի արդյունքների չափազանց կարևոր նշանակությունը երկրի եւ ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունների համար։ Ձայների նախնական հաշվարկի արդյունքներով դե լա Էսպրիելան առաջին փուլում ստացել է ձայների շուրջ 44%, իսկ Սեպեդան 41%։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հունիսի 21-ին։ ԱՄՆ իշխանությունները երկրից արտաքսել են ավելի քան 900,000 անօրինական ներգաղթյալի 2025 թվականի հունվարին Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Այս մասին ասել է ներգաղթի եւ մաքսային հսկողության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Դեվիդ Վենտուրելան։ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ մինչև իր իշխանության գալն անօրինական ճանապարհով երկիր է մուտք գործել մոտ 25 միլիոն մարդ։ Սպիտակ տան ղեկավարը նաև բազմիցս արտահայտվել է ներգաղթային քաղաքականության խստացման օգտին եւ խոստացել է իրականացնել անօրինական ներգաղթյալների արտաքսման ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ գործողությունը։ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավտոբուսի վրա հարձակման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել 11-ը։ Ուկրաինան հունիսի 3-ի վաղ առավոտյան ԱԹՍ-ով Դոնեցկի մարզի Յենակիևո քաղաքում հարձակվել է Մոսկվա-Սիմֆերոպոլ երկաթուղային ավտոբուսի վրա, հայտնել է տարածաշրջանի ղեկավարը։ Նախնական տվյալներով հարձակման հետևանքով զոհվել է 7 մարդ, 11-ը ստացել են տարբեր աստիճանի ծանրության վիրավորումներ։ Զինված ուժերի հարվածի հետևանքով ավտոբուսի սրահն ու վարորդի խցիկը ամբողջությամբ այրվել են։ 10 տուժածի, այդ թվում 1 երեխայի հոսպիտալացրել են միջին ծանրության վիճակում։ Չեմպիոնների լիգայում Փարիզի Paris Saint-Germain ֆուտբոլային ակումբի հաղթանակից հետո տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի։ Հրատարակության տվյալներով վթարի ենթարկված մոտոցիկլավարից բացի, որի մասին հաղորդվել էր ավելի վաղ, եւս 2 մարդ ընկել է Սեն-Գետը։
Ականատեսների խոսքով զոհվածներից մեկը գիտակցաբար է նետվել գետը։ Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ ավելի քան 890 մարդ է ձերբակալվել անկարգությունների ժամանակ։ Հաղորդվել է նաև ավելի քան 200 տուժածի մասին։ Եվ վերջում եղանակի մասին։ Երևան քաղաքում հունիսի 3-ից 6-ը առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, իսկ հունիսի 7-ից 8-ը գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը հունիսի 4-ից 5-ը աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 աստիճանով։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ դուք բաց չթողնեք մեր վերլուծական հատվածը, որտեղ անդրադարձ է կատարվել Ռուսաստանի կողմից որոշ հայկական ապրանքների սահմանափակումներին։ Հաջողություն։